ինձ համար մեծ հաճույք եւ բադիվ է մասնակցել այս միջոցառման։ Աշոտի պես ես ալ վստահ չէի ճիշտ այս բանի թեման ինչ է, բանդային կամ համամարտկային եւ այլն, եւ որոշեցի իր ուղերձներեն, Ռուբենի ուղերձներեն մի քանի մեջբերում առնել եւ ցույց տալ, թե այդ գրնալալ որ բանդից ուղերձ եղած է, բայց բանդի հետ գապ չունի այն իմաստով, որ այդ մտքերը, այդ մղձավանջը, այդ տակնապները, որ կան այս ուղերձների մեջ, ինքը վաղուց ուներ եւ մենք դարիներով քննարկել ենք այդ նույն թեմաները։ Համբես որ սխալ բան չսեմ, գրած եմ մատկարդի մեջբերումները, որ ունին։ Առաջինը, որ գուզեմ կենտրոնանալ, շատ ուժեղ նախատեսություն մնե, կոնե երբ որ ես կարտազի փշագաղվեցա, ես զոհ չեմ, ինձ բեք չէ խղճալ, քանի որ սա կիդակսված որոշում է։ Այս նախատեսությունը 100% զուտ մակուր Ռուբեն Վարդանյանն է։ Եվ մի քանի հատկություն կա այստեղ։ Նախ ինքիր կիդակսված որոշման դեր կանգնելու հատկությունը, որ Ռուբենը ամեն անգամ ցուցաբերած է իմ իրեն ճանաչած ժամանակ, երկրորդ որոշ հբարդություն կա, որ չուզեր իր վրան խղճան, քանի իր որոշումն է, այդ իր որոշումին դեր կանգնելու եւ որոշ չափով համառություն կա ասոր մեջ, որ այս որոշումը արել եմ, հագարակ, որ արդյունքը ճիշտ այն չէր, որ ես կպատկերացնեի, բայց այդ որոշումի դեր եմ։ Երկրորդ մեջբերումը։ Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց, ուզում եմ ասել հետևյալը. դադում են ոչ թե ինձ եւ մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Շատ հետաքրքրական խոսք է, տեսեք, ես բազմաթիվ քննարկումների մեջ եղած եմ Ռուբենի հետ։ Դատևից Աշոտյան մենք հանդիպել ենք Երևանի իր դանը, հանդիպել ենք Երևանի իմ դանը, հանդիպել ենք Վայոց ձորի այդ դեղը, որ դու նկարագրեցիր, գար ես կհիշեմ 2021-ին այստեղ Երևան ընկել էի, ոտս ոսկորները գդված, ձեռքս ոսկորը գդրված, գլուխս չարտված, որոշ ժամանակ դնից դուրս չէի կարող գալ, եւ գուկար ինքը իմ մոդս կնստենք մի քանի անգամ մինչեւ առավոտ 3-4 ինչպես Արմանը ասավ նստել քննարկել ենք արմահարցեր որ ինձի բացահայտվեցավ այդ բոլորի մեջ են ցանկացած անմիջական իրավիճակ որում մեջ Ռուբենը կգտնվեր գարիկը գսկար եւ դաղանտը ուներ այդ իրավիճակից անտին դեսնելու ընդհանուր մտլորդը որի մեջ այդ ամբողջ իրավիճակը կգտնվի ես այս մեջբերումը որ հետարտացի այդ դասնյակ դարբեր բարականեր որ ինքը իր ամիջական գարկավիճակից դուրս տեսնելու այդ գարիկը եւ դաղանտը դեսած եմ իր մեջ այդ դեսահոս Նաև ուզում եմ առանցին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից։ Տեսեք, սա է Ռուբենի գլխավոր տակնապը, գլխավոր մղձավանջը։ Չեր ուզում, որ Արցախը հայաթափվի, չեն ուզում, որ ժողովուրդը առանց հայրենիքի ապրի, առանց իրենց հայրենիքի ապրի։ Եվ 100% համաձայն եմ Աշոտի հետ, ես որոշ չափով գրեթե ամեն քայլափոխի Ռուբենի հետ էի, երբ որ որոշումը արավ Արցախ գնալու։ Եվ դյուրին որոշում չէր, գիտեր ընտանիքից պիտի պաշտվի, գիտեր վտանգները, գիտեր ամեն ինչ։ Բայց ասում էր, եթե մենք Երևան նստած չենք կրնար մարդկանց ասել, հələ մի դեղերնիդ մնացեք, բայկարեցեք եւ այլն, սա պիտի երթամ, իրենց օգնեմ, այնտեղ կյանքը որոշ չափով դյուրացնեմ, որ մնան եւ օրինակ լամ։ Տեսեք, ես եկել եմ հոս ապրելու տուկուր եք գնում։ Այդ բանը գար մտքի մեջ։ Եվ անկան համոզված էր, որ կրնա որոշ չափով հայաբահբանում անդեղի ապահովել։ Բոլոր անոնք, ովքեր իր Արցախ գնալու յետին Єдին բաներ կտեսնեն, նպատակներ կամ տավադրություններ կամ չեն հասկացած Ռուբենի այս մեկ մղձավանջը եւ աստակտաբը չեն հասկացած։ Արժեքների նկատմամբ հավատը մեր աբակայի հիմքն է։ Արժեքների մասին թերևս ես իր հետ ունեցած եմ դասնակ դարբեր քննարկումներ, թե խմբային, թե առանցին։ Ազգային արժեքներ
որոնք կսահմանեին մեր ազգային ինքնությունը, ինչ են մեր արժեքները։ Եվ այդ արժեքների գողքին գային նաև Գարմիր գծերի քննարկում, եթե գիշեք անոնք, որոնք մասնակցած են։ Իրեն համար շատ կարևոր է, թե pedagogan, թե ազգային Գարմիր գծերը մեր ուր են, ինչի կարելի է խախտել, ինչի կարելի խախտել։ Այս արժեքներու բանը հետաքրքրությունը իր մեջ եւ կարևորությունը վաղուց կար։ Ես մոռացա ասեմ, որ Ռուբեն առաջին անգամ հանդիպեցա 2006 թվին, համարյա 20 տարի առաջ Դավոսում, Դավոսի World Economic Forum-ի հանդիպումներուն, այնտեղ ես մոդերեյտոր էի Գարկմը սեշններուն, կփնտրեի հայ, ամբողջ մի քանի 100 խառնի ջաղանջի մեջ, այդ Դավոսի, իրապես խառնի ջաղանջի Դավոսի բանը, երկու հայ կդա այն դարին 2006-ին, մեկը Արմեն Սարգսյանն է, մեր նախկին նախագահ, մեկը Ռուբեն Վարդանյանը, եւ Ռուբեն Վարդանյանի հետ գապի շարունակվեց։ Հիմա 2020-ի բادرազմից հետո էր, որ շատ ավելի մդերմացավ եւ խորացավ այդ գաբը եւ այս քննարկումներու մեջ երկուսը թափախվեցան։ Ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ, մինչև վերջ եւ միանգամայն երջանիկ լինել։ Այստեղ Ռուբենի մեկ ուրիշ հատկությունը կա, որ միշտ եղած է, բանդիտ չէ գավասի։ Նպատակի չշեղվելու համար գեցվածքը, ասի Ռուբեն Վարդանյանն է։ Թյուրին նպատակ չէր ընդուներ իրեն համար, բայց անգամը որ ընդուներ, շեղվել չդա։ Դու մի բան էլ ասած է այստեղ, որ ես ուզում եմ ընդգծել, Արցախը գործնելով առաջիկա դարիներին մենք կգործնենք նաև Հայաստանը։ Եթե արմատապես չփոխենք մեր վերապերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը եւ թե ով պետք է մեզ ղեկավարել։ Հիմա այս թեմայով շատ քննարկումներ եղած են, թե մենք ինչ տեսակ այդ բոլոր արժեքների եւ Գարմիր գծերի հետ համընկնող եւ ադոնց հարմարող ինչ տեսակ pedagogan համագարկ պետք է ունենանք եւ այլն։ Ուրեմն կուզեմ շեշտել, որ այս ուղերձների մեջ չկա մի միտք, մի գաղափար, մի նպատակ, որ այդ բանդի մեջ ստեղծված է։ Այդ բոլոր Ռուբենը արդեն ուներ։ Ես ագանալվես եմ ադոր եւ մեր գործընկերները այստեղ նմանապես հավանաբար ագանատես են, արդեն ուներ։ Հետաքրքիր երկու բան կա հոս։ Մեկը որ բանդը իրեն չփոխած։ Բանդը երկու դարի այդ բանդի մեջ, ինչ դաժան պայմաններու մեջ, երբ որ մարդ կկարողանա դակավին իր բանդից առաջ ունեցած մտքերը այս ձևով բանացվել եւ արտահայտել, կնշանակե թույլ չէ դված, որ այդ բանդի իրավիճակը իրեն դանջ է եւ ինչպես ասվեցավ ադելություն չունի հաշտ է ասամփոլորի հետ երջանիկ է նույնիսկ կայն որ բանդը չէ գրծած զինք փոխել